Թողնել ափսոսանքի երկիրը։ Ես ուժեղ եմ, որովհետև մտադրված եմ հաղթելու իմ ափսոսանքը։ Եվ քաղաքի դռանը 4 բորոտ մարդ կար, եւ նրանք իրար ասեցին. մենք ինչ ենք այստեղ նստում, միչև որ մեռնենք, թագավորաց 7-3, գալիս է ժամանակ, երբ յուրաքանչյուրս պետք է որոշենք, որ բավական է, ափսոսանքը խժռում է մարդու սիրտը, ինչպես որ բորոտությունը խժռում է մարդու մարմինը։ Ուժեղ աղջիկները գիտեն, թե երբ է վեր կենալու, քայլելու ժամանակը, որպեսզի խուսափեք ափսոսանքով ապրելուց, ապրեք հստակ նպատակով, նայելով ապագային։ Մենք պետք է քայլենք չմոռանալով մեր նախասահմանությունը։ Քայլելը դառնում է դեգերում, երբ չունենք նպատակակետ։ Իրականում չկա ճանապարհորդելու ուրիշ միջոց, որպեսզի հասնենք այնտեղ, ուր ցանկանում եք։ Հավանաբար հիմա հայտնվել եք մի վայրում, ուր չէիք ցանկանա գնալ։ Գուցե դուք ապրում եք ափսոսանքի մռայլ երկրում, ես ձեզ գաղտնիք ունեմ ասելու, ափսոսանքը կպահի ձեզ այդտեղ։ Ժամանակն է, որ փոխանակեք, եթե միայն արտահայտությունը հենց հիմա արտահայտությամբ։ Ափսոսանքը կշարունակի արձագանքել մեր կյանքում այնքան ժամանակ, քանի դեռ դրա հարցերը չենք լուծել։ Հավատում եմ, որ յուրաքանչյուր սերունդ ունի հնարավորություն եւ լիազորություն շտկելու իր սխալները, խոսելով ճշմարտությունը եւ զգուշացնելով հաջորդ սերունդին։ Սա մի բան է, որ երբեք չենք կարող անել, եթե մնանք ափսոսանքի մեջ։ Երբ թողնում ենք մեր ափսոսանքները եւ շտկում մեր սխալները, փոխանցում ենք գիտելիքի եւ փորձի արժեքավոր ժառանգություն։ Սա նշանակում է, որ հաջորդ սերունդը կունենա հնարավորություն ավելի բարձր կանգնելու, ավելի հստակ տեսնելու եւ խուսափելու այն որոգայթներից, որոնց մեջ մենք ենք ընկել։ Հիմա ժամանակը չէ անտարբեր նստելու եւ ափսոսելու անցյալի անհաջողությունների համար կամ աննպատակ թափառելու։ Ժամանակն է առաջ շարժվելու։ Եկեք աղոթենք։ Աստված, ես հրաժարվում եմ ափսոսանքի երկրում մնալուց։ Ես ոտի եմ կանգնում եւ առաջ եմ շարժվելու, որպեսզի ուրիշներին ուժ հաղորդեմ իմ գործողություններով։ Ես փոխանակում եմ եթե միայն արտահայտությունը հենց հիմա արտահայտությամբ եւ անցյալի ափսոսանքի փոխարեն ընդունում եմ քո տեսիլքը իմ ապագայի համար։ Տեր, ես ընդունում եմ, որ ժամանակն է առաջ շարժվելու եւ ես խնդրում եմ տուր տեսիլք ինձ ապագայի համար եւ բժշկիր իմ հոգու աչքերը, որ տեսնեմ, թե ինչ ես պատրաստել ինձ համար։ Ես որոշում եմ այլևս չմնալ ափսոսանքի երկրում եւ առաջ շարժվել։ Ամեն։